ԱՄՆ-ի նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին արտասահմանյան իր շրջագայության շրջանակներում Լոնդոնում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի, որից հետո մի շարք հանդիպումներ անցկացրել բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այդ թվում փոխվարչապետ Նիկ Քլեգի եւ նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ։ Ռոմնին մեծաթիվ վերլուծաբանների կարծիքով այս այցի միջոցով ցանկանում է վստահեցնել ամերիկացի ընտրողներին, որ ինքը սկսնակ չէ արտաքին քաղաքականության բնագավառում եւ փորձում կրկնել նախորդ ընտրություններից առաջ արտասահմանյան այցերի ժամանակ Օբամայի գրանցած հաջողությունները։ Սակայն Ռոմնիի արշավի վրա այսօր ստվեր է գցել նրա նախընտրական արշավի անդամներից մեկի այն հայտարարությունը, որի համաձայն Օբաման որպես առաջին սևամորթ նախագահ լիովին չգնահատել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններում հիմք հանդիսացող անգլո-ամերիկյան ժառանգությունը։ Ռոմնին ուրբաթ օրը մասնակցելու է Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որից հետո մեկնելու է Լեհաստան, ապա Իսրայել։ ԱՄՆ-ի Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատական կուսակցության կոնգրեսականները, հաստատել է միջին եկամուտ ունեցող ամերիկացիների հարկերի կրճատման ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը, սակայն դադարեցրել հարուստների հարկերի կրճատումները։ Այսպիսով, ըստ օրինագծի, տարեկան մինչև $250,000 եկամուտ ունեցող ամերիկացիների հարկերը կշարունակվեն կրճատված չափաբաժնով։ Նշենք, որ օրինագիծը նախապես ընդունվել էր Ջորջ Բուշի նախագահության ժամանակ։ Օրինագծին կողմ է քվեարկել 51 դեմ 48 կոնգրեսական։ Բուշի ժամանակներում ընդունված հարկերի կրճատումներից հրաժարվելու մասին հանրապետական սենատորների կողմից ներկայացված առաջարկը Սենատում մերժում էր ստացել չորեքշաբթի օրը։ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Աբերդին քաղաքում առևանգվել, ապա անվնաս կերպով հետ է վերադարձվել բեյսբոլի հայտնի մարզիկներից Քալ Ռիփքենի մայրը։ Ականատեսների խոսքերով զինված մի տղամարդ երեքշաբթի օրը նրան ստիպել էր նստել իր իսկ մեքենան եւ վարել քաղաքի փողոցներով։ Դեպքից 24 ժամ անց մարզիկի մորը գտել են անվնաս նույն ավտոմեքենայի մեջ, ձեռքերը նստարանին կապած վիճակում իր տնից ոչ հեռու։ Որևէ մեկը դեռևս չի ձերբակալվել որպես կասկածյալ։ Ռիփքենի ընտանիքի անդամներն ասել են, թե անցած 2 օրերը եւ սպասողական իրավիճակը շատ ծանր են եղել իրենց համար։ Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում խառը կրակ բացած եւ 12 կյանք խլած Ջեյմս Հոլմսը ըստ իրավապահ մարմինների հանցագործությունն իրականացնելուց մեկ շաբաթ առաջ մի փաթեթ է ուղարկել համալսարանի հոգեբաններից մեկին, նախազգուշացնելով, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել։ Պաշտոնատար անձինք ասում են, սակայն, թե փաթեթը մնացել է Կոլորադոյի համալսարանի փոստային ծառայությունում եւ հայտնաբերվել միայն հուլիսի 20-ին, այսինքն 12 կյանք խլած հարձակումից հետո։ Հիշեցնենք, որ Հոլմսը մինչև համալսարանից դուրս մնալը պատրաստվել է ստանալ հոգեբանության դոկտորի կոչում։ Նրա կողմից իրականացված սպանդի դրդապատճառները դեռևս ճշտված չեն։ Մեղադրանքներ հաստատվելու դեպքում նրան սպասվում է մահվան դատավճիռ։ Այս օրերին վիրավորները դուրս են գրվում հիվանդանոցներից, շարունակվում սպանված անձանց հուղարկավորության արարողությունները։